Աստված կատարեց 7-րդ օրում իր գործը, որ արավ, եւ 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ արավ, եւ Աստված օրհնեց 7-րդ օրը եւ սրբեց նրան, որտեղ նրանում հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց եւ արավ։ Գիտես, Հիսուս Քրիստոսի խաչի փառավոր հաղթանակով վերականգնվեց այս հանգստությունը, վերականգնվեց այն հանգստությունը, որ Աստված ուզում էր քեզ համար։ Եվ Հիսուսն ասեց, եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Եվ այդ հանգստի համար, այդ հանգստյան օրվա համար Հիսուս խաչի վրա հաղթեց ոչ դժոխքին, որ բերել էր մեր կյանքում քաոս, խառնաշփոթ, հիվանդություն, անեծ, ցավ, ամեն տեսակի փոթորիկներ, որ մեզ խառնի ու մեր կյանքը սարքի խառնաշփոթ ու դժոխք։ Ցավոք սրտի, մարդիկ Տիրոջ խաղաղությունն ու հանգստությունը թողած ընկած են իրենց հոգսերով, բայց Աստված ասում է. Ադամ, ուր ես, մարդ, ուր ես, ուր ես, ամեն օրվա մեջ, որի մեջ ես քեզ պիտի օրհնեի, անեծքը ընտրեցիր, թե օրհնությունը, այսօրը սուրբ է եւ վախեցիր, որտեղ սա Տիրոջ պատվիրանքներից մեկն է, 7-րդ օրը Տիրոջ տան մեջ եղի եւ 7-րդ օրը քո բաղձանքդ մի կատարի, որտեղ 7-րդ օրը դա սուրբ օր է։ Աստված ինչքան բարի է, այդքան էլ խիստ է։ Աստված օրենք ունի, Աստված անօրեն չի, Աստված անօրենների Աստված չի, Աստված օրենքի Աստված է։ Եվ այդ օրենքը մեր մեջ դրեց, եւ Հիսուս ասեց, ես չեկա օրենքը խափանելու, ես եկա օրենքը կատարելու։ Տիրոջ հոգին եկավ դրա համար, որ օրենքը պահես, ոչ թե օրազանց դինես, մեղքի խավարի տակ ծախված, որպեսզի այսօրը քեզ համար սուրբ լինի եւ Տիրոջ տան մեջ դինես, որտեղ նա օրհնեց հատուկ այս օրը։ Իրավորություն Հիսուս Քրիստոսին խաչի վրա տալով, նրա կյանքը քեզ համար զոհաբերելով, որ վերականգնվի քո եւ Աստծո հարաբերությունը, որ դու ворդ չլնես, որ դու սոված չմնաս, որ դու անստանդական ու թափառական չլնես, որ դու հարցականներով չապրես եւ խավարի մատուցած կեղտն ու աղբը չընդունես որպես օրհնություն։ Օրհնողը նա է եւ նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Գիտեք, սիրելիներ, վերջի ժամանակներում շատ եմ լսում, որ մարդիկ փորձում են Աստծու հետ իրանց հարաբերությունը եւ աստվածպաշտությունը վերածեն խեղկատակության։ Բայց ասում եմ, ոչ ոք չխաբեց ես դատարկ խոսքերով, որտեղ այս պատճառով էր Աստծո բարկությունը գալիս է աննազատության որդների վրա։ Հաղորդության համար չի ասում, ասում մի մոտեկացեք հաղորդությանը, եթե չեք որոշել Տիրոջ մարմինը։ Եթե դու չես որոշել, քո կյանքի օրհնություններն ու աղբյուրները ստեղից են, թե ստեղից չեն։ Եթե չար ընկերակցությունները, հարաբերությունները քեզ համար ավելին են, քան Տերը, եւ դու զոհաբերում ես քո Տիրոջը, փոխարինելով աղբի հետ, եւ օտարախառը դիվային աշխարհից բերված հաղորդակցությունների հետ, ուրեմն հաղորդության բաժակին չմոտիկանաս։ Ես ինչի համար, որովհետեւ ոմանք ննջեցին, այսինքն մեռան, սիրելի քույրեր եղբայրներ։ Այդ շնորհքի Աստվածը թույլ տվեց, որ ոմանք մեռնեն, որովհետեւ ոմանք իրենց կյանքում չորոշեցին Տիրոջ մարմինը, այլ որոշեցին այն անեն, ինչ որ ուզում են, եւ իրանց մարմնի ցանկությունների հետևից գնացին, ոչ թե Աստծո կամքի հետևից։ Եվ ես ուզում եմ քեզ ասեմ, ուրեմն մասնակից մի լինեք նրանց վասնզի մի ժամանակ խավարեիք, իսկ հիմա լույս եք տերում։ Լույսի որդիների պես գնացեք։ Լույս եք, որտեղ Հիսուսը ձեր մեջ բնակվում է, եւ դուք լույս եք։ Եվ լույսի որդիների պես գնացեք։ Ոչ թե այս խավարի ծածուկ ուժի ներգործության ու ազդեցության տակ, այլ լույսի մեջ ապրեք։ Գիտես, երբ որ Սատանան բերում է մարդու կյանքում տարբեր տեսակի գայթակղություններ եւ մարդը մտնում է դրա մեջ, մարդը սկսում է թաքնվել։
ինքը սկսում է բախկվել